Գործընկերները սկսում ենք բոլոր հարցերը, թե ինչ է կարիք 20 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ի միջակայքում, բայց ձեր դեպքում այս հարցը ավելի երևի մանրամասնելու կարիք ունի, էլի, որտեղ դրա հետ կապված պատմություն կա, քրեական գործ կա, այս մասով մի քիչ մանրամասն կլուսաբանեք մեզ։ Սիրո պարոն Յանուսյան, շնորհակալություն հարցի համար։ Ես ներողություն եմ խնդրում ուղղակի, եթե որևէ բան կա, որը գաղտնի է, ես կխնդրեմ, որ հաշվի առնելով, որ մենք պետական մարմինի ներկայացուցիչներս ունենք որոշակի պարտականություններ այդ մասով, եթե կան այդպիսի տեղեկություններ, որը դուք պետք է հրապարակեք, նախապես ասեք, որպեսզի կարգավորումը մտածենք, որտեղ մենք չունենք նախապես մշակված կարգավորումներ, մենք այս պահին կարող խորհրդով որոշում կայացնենք նույնիսկ դրոն փակ ռեժիմով անենք, միայն այդ կտորը։ Հասկանում եմ, պարոն Թումանյան, շնորհակալություն բարձրաբանման համար, ամեն դեպքում ասում եմ, որ այդ հարցի կապակցությամբ ես որևէ գաղտնիք պարունակող տեղեկություն չեմ ասելու, այն դեպս քրեական վարույթի առկա եղել, որը ավարտվել է, այդ մասով էլ այսինքն նախաքննության գաղտնիք չկա, կարող եմ բացահայտ խոսել եւ այսինքն գաղտնիքի հրապարակման խնդիր չկա առհասարակ։ Բուն հարցին անդրադառնալով, պարոն Յանուսյան, սեպտեմբերի 27-ին, երբ որ պատերազմը Ադրբեջանի կողմից հանձնաժողովվեց, այդ օրը համընկավ իմ հոր ծննդյան օրն է, այդ բոթը երբ որ ստացանք, այդ ծննդյան արարողության ներկա եղել, այդ ժամանակ առաջին ժամերի ընթացքում երեկոյանները, այսինքն ուղղակի դուրս եմ եկել, գնացել եմ զինկոմիսարիատ ու խնդրել եմ, որ իմ հեռախոսահամարը եւ տվյալները գրանցեն, հայտնել եմ որտեղ եմ ծառայել, ինչ մասնագիտացում ունեմ, ինչ հարցերում կարող եմ օգտակար լինել զինվորական ռազմական գործողություններում, իմ տվյալները տվել եմ եւ խնդրել եմ, որ առաջին անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատեն, այդ կապը հաստատվել է սեպտեմբերի 30-ին երեկոյան, երբ որ ես դատախազությունում հերթապահության էին, քանի որ ռեժիմի էին կանցել ուժեղացված, գիշեր է հերթապահություններ իրականացվում, երեկոյան զանգահարել են, ես ասել եմ, որ այդ բան չեմ կարող, քանի որ հերթապահության եմ, առավոտյան հերթապահությունը կհանձնեմ եւ գնամ զինկոմիսարիատ առավոտյան գլխավոր դատախազին տեղակ են պահել, գլխավոր դատախազի հետ ուղիղ կապը հաստատել, հաջողությունը մաղթել եւ ես գնացել եմ զինկոմիսարիատ, տուն չեմ մտել, այսինքն աշխատավայրից գնացել եմ զինկոմիսարիատից արդեն մեկնել ենք Պահեստազորի սպաներով, ուրեմն միկրոավտոբուսով մեկնել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնտեղ մի հաջորդ օրը արդեն տեղափոխվել են մարտական տեղակայման վայր, որտեղ մի քանի օր սպասել ենք, հետո ամսի 7-ին, եթե հիշողությունս չի դավաճանում, հոկտեմբերի, արդեն տեղափոխվել ենք ամբողջ մեծ զորախմբով, տեղափոխվել ենք կոնկրետ մարտական գործողությունների վայր, որը գտնվել է ներողություն խնդրում այդ մանրամասնությունների ես չգիտեմ ինչ ծավալovat է հետաքրքիր, քանի որ ես ուղղակի խնդիր եմ տեսնում մանրամասնությունների ոչ թե ժամանակ Պարոն Թումանյան, այդ բոլոր մանրամասնությունները կարիք չլինի, եթե հետո դրա հետ կապված չլիներ քրեական գործը, չգիտեմ ես այդտեղ անհանգստություն տեսա, էլի, թե ոնց է եղել, որովհետև հաշվի առնելով, որ ուղիղ ետ
եթե քրեական գործի հետ կապված ասեք, ինչի համար հարուցվել, ոնց հավատվել, որպես այդ մանրամասնությունները չունեն։ Հիմա որովհետև քրեական գործի հանգամանքները ներկայացնում, որը արդեն ավարտվել է։ Ես օրինակ իմաստը չեմ տեսնում։ Տեսնում եք։ Սահմանները խնդրում եմ դուք տաք, ես ասացի, որ որևէ գաղտնի պարունակող։ Ինչի համար է քննել, ինչ հիմքով ասեմ։ Ես ունեցել եմ առողջական խնդիր, որը ուրեմն զինվորական ծառայությունից ազատվելու հիմք է եղել, բայց այդ առողջական խնդիրը այդ ուղղությամբ գործողություն չեմ կատարել, որպեսզի ազատվեմ, բայց բոլոր դեպքերում այդ խնդիրը առկա է եղել։ Ես չեմ մտածել, որ արդեն ռազմական գործողությունների այդ ընթացքում խնդիրը գլուխ կբարձրացնի, ամեն դեպքում տևական ժամանակ ուրեմն կենցաղային պայմաններից եւ այն պայմանավորված այդ խնդիրը գլուխ է բարձրացրել ու արդեն 2 շաբաթ հետո գրեթե Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելուց առողջական խնդիրներ են եղել, բժշկի հասկողության տակ ամենօրյա օրը 24 ժամ գտեք բժշկի հասկողության տակ են եղել, ուղղակի տեղակայում այնպես է եղել, որ տեղից դուրս բերելու հնարավորություն չի եղել, այսինքն ռիսկեր է պարունակել։ Դրանից հետո տեղափոխվել ենք այլ վայր, այնտեղից տեղափոխել են ուրեմն Ստեփանակերտին մոտիկ ուրեմն գունդ, հիվանդ գոսպիտալ, այլ գոսպիտալ, որոշակի հետազոտություններ են արել, վերջին հետազոտության ժամանակ ուրեմն ինձ ուղեկցական ճանապարհի համար փաստաթուղթ են տրամադրել, որով արդեն ամսի 28-ին այդ առողջական վիճակը սկսելուց եւ ստանալուց գրեթե 2 շաբաթ հետո ամսի 28-ին մեկնել եմ Հայաստան այդ փաստաթղթով ճանապարհին ով որ այդ ընթացքում գոնե մի անգամ գնացել եկել է պատկերացնի ինչ իմաստն է խոսքը 6-7 ես երևի հարցերի մասով ասենք ես այդ մասով որպես իրավարություն քրեական հետապնդման եք ենթարկվել այդ մասով քրեական հետապնդման չեմ ենթարկվել քրեական հետապնդման չեմ ենթարկվել սակայն իմ գալու հանգամանքները ուրեմն իրապահովման մոտ հարցեր են առաջացրել կոնկրետ չգիտեմ ում կողմից ցուցմունք ա եղել որը քննիչի մոտ կասկած է առաջացրել առ այն որ ես առհասարակ չեմ գտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սակայն ես տվել եմ բացատրություն կարճվել է գործի վարույթ ներողություն կարճվել է գործի վարույթ քրեական հետապնդում չհարուցվելու որոշում է կայացվել շատ եթե էլի մանրամասներ ես բավարարված եմ հարցերի ներողություն մի հանգամանք ուղղակի ասեմ քանի որ այդ առողջական խնդիրը եղել է բայց իմ համար կարևոր է եղել որպեսզի քննիչի մոտ այն սկզբնական ձևավորված կասկածանքը փարատվի, այդ կասկածանքը փարատվելուց հետո նկարներով, ապացույցներով, հեռախոսազանգերի այդ ալեհավաքների ուրեմն տվյալներով, այլ ցուցմունքներով, երբ որ հաստատվել է, որ այն բացատրությամբ ես ինչ որ հայտնել եմ ամբողջությամբ իրականության համապատասխանում, նոր դրանից հետո ուրեմն փորձաքննություն է նշանակվել եւ բժշկական հանձնաժողովի կողմից նաեւ հաստատվել է, որ ես պիտանի չէի առհասարակ ի սկզբանե զինվորական ծառայության, բայց ամեն դեպքում իմ համար կարևոր է եղել, որ այս հանգամանքից անկախ նաեւ այդ սկզբնական ձևավորված կասկածանքը քննիչի մոտ